Ինչ եմ ուզում պատրաստել այսօր, ինչպես տեսնում եք, ավելուկ։ Եվ ինչ եմ ուզում ցույց տալ ձեզ հետևորդներ ջան, նայեք։ Սա շուկայից գնված ավելուկ է, իսկ այս կանաչը ես եմ չորացրել։ Ինձ հարազատ ու ծանոթ մարդիկ շատ են հարցնում, թե ինչպես եմ անում, որ այսպես կանաչ է լինում։ Ինչ որ հատուկ գաղտնիք չկա, սիրելիներս, ինչպես բոլորը, այնպես էլ ես քաղում եմ ավելուկը շատ սովորական ձևի, ոնց որ մնացած էլ, բայց չնայած գիտեմ, որ շատերը չեն լվանում, ես պարտադիր լվանում եմ, թողնում եմ մի քիչ չորանում է, նոր եմ հյուսում։ Այսպես, սիրելիներս, բայց ինչ որ հատուկ գաղտնի բան չկա այսպես կանաչ չորանալու համար, նայեք։ Եվ սրա գույնը նայեք, ինչքան մեծ է տարբերությունը, իհարկե կամերան լավ չի փոխանցում, իրականում շատ ավելի կանաչ է։ Եվ նաև ինչ եմ ուզում ձեզ ցույց տալ, ես ավելուկը մի ուրիշ տարբերակով եմ պատրաստում, ընթացքում ցույց կտամ ձեզ, դուք էլ այդպես կպատրաստեք, շատ համեղ է լինում, չեք փոշմանի հաստատ։ Չնայած, որ ես ասացի լվանում եմ, նոր եմ չորացնում հյուսում, բայց չորանալուց հետո և եփվելուց առաջ նույնպես պարտադիր լվանում եմ։ Նայեք, շատ տաք ջուր եմ լցրել, որպեսզի վրայի ինչ որ փոշի կամ ինչ որ բան որ լինի, շատ հեշտությամբ դուրս գա։ Ավելացնում եմ աղ ջրին, երեք թեյ դդալ, ինչ որ չափ չունի էլի, սիրելիներս, դուք ինչքան ուզում եք, այնքան պետքա լցնեք, ավելացնեմ ավելուկը, թողնեմ։ Սոսն եմ կտրատում, ես սոխը շատ բարատ եմ անում, նայեք, այսքանը պետքա, կներեք, այսքանը պետքա կտրեմ, քանի որ մենք սոխը շատ ենք սիրում ավելուկի մեջ։ Հիմա ասեմ ինչի մասին է խոսքը, որ ասեցի իմ տարբերակով պատրաստեք, ես սովորական միայն սոխով չեմ պատրաստում ավելուկը, այլ պղպեղով և լոլիկով, դրա մասին էի ասում, իմ տարբերակով պատրաստեք, չեք փոշմանի սիրելիներս, վերջում ցույց կտամ ինչ գեղեցիկ տեսք ունի ու համի մասին էլ խոսք չկա։ Ահա, սա էլ պղպեղը և լոլիկը, երբ որ սոխը պատրաստ լինի, սա կավելացնեմ։ Ահա, ինչպես տեսնում եք, պղպեղը ավելացրել եմ, որպեսզի հասցնի սոխի հետ տապակվի, հետո կավելացնեմ լոլիկը։ Ահա, սա էլ լոլիկը ավելացրեցի։ Հիմա պետքա սպասենք բոլորը միասին եփվի, մի քիչ կարմրի և ավելացնենք ավելուկը։ Ինչպես տեսնում եք, սոխը արդեն պատրաստ է։
Ավելացնում ենք մի փոքր կարմիր պղպեղ, որպեսզի գույնը ավելի գեղեցիկ լինի և նաև շատ համով է լինում կարմիր պղպեղով։ Աղում ենք։ Նայեք ինչ գեղեցիկ գույն է ստացվել։ Հիմա ավելացնում ենք ավելուկը, սահմանենք։ Ահա, սա է մեր ավելուկի վերջնական տեսքը, նայեք ինչ ախորժելի, ինչ լավ հավեսին տեսք ունի ու նաև շատ համեղ է ստացվել, փորձեք հետևորդներ ջան, հաստատ չեք փոշմանի, նայեք, սա էլ մեր ավելուկը, վերջնական տեսքը, կամերան չի փոխանցում, Էնպես ինչ-որ իրականում կա, հարգելիներս, շատ ավելի ախորժելի տեսք ունի, դե ինչ, դուք էլ փորձեք, շատ համեղ է, ես արդեն փորձել եմ, շատ լավ է ստացվել, դե գնացինք մեզ բարի ախորժակ։